Մենք պետք է հաշվի առնենք, որ պատերազմը, որ մեր դեմ վարվում է, դա հիբրիդային բնույթի պատերազմ է եւ հիբրիդային պատերազմը չի ավարտվել եւ չի ավարտվելու, որովհետեւ թուրք-ադրբեջանական տանդեմը իրենց ռուս գործընկերների հետ միասին ունեն Հայաստանի Հանրապետություն հայ պետականություն անգամ գոյությունը ցուցանակով լինելույթյան պարագամնա չլինի բովանդակությամբ հայկական։ Այսինքն օրինակ, ամենապարզ խնդիրը, անգամ եթե դրա անունը չդնեն Արևմտյան Ադրբեջան, բայց Ադրբեջանը հստակ բարձրացրել է իր, այսպես ասած, փախստականների ճակերտներում վերադարձը դեպի Հայաստան, դեպի իրենց բնորանը։ Եվ կազմակերպություն կա պետականային դա աջակցվում է Արևմտյան Ադրբեջանում անվանման տակ։ Բայց ի վերջո այդ խնդիրը բարձրացված է։ Եվ այդ խնդրի լուծումը այնպես չի, որ Փաշինյանական համակարգը, իշխանական համակարգը ընդհանուր առմամբ չի տալու, բայց դա այլ բանով կարող է լինի, այսպես կոչված այլ անունով կարող է լինի, անունը դնեն նաև դե իրենք թող գան, մենք էլ գնանք այնտեղ, բնական է, չէ՞ որ հայկական որևէ մեկը Բաքու կամ Կիրովաբադ, Գանձակ կամ Սումգայիթ, անգամ Արցախ, ադրբեջանական տոտալ ճնշման ներքո չի գնալ, բայց ադրբեջանցիները հանգիստ կարող են գալ Հայաստան, որտեղ Հայաստանում տոտալ ճնշում, այսպես ասած, իրենց նկատմամբ չի լինի, որտեղ Հայաստանի իշխանությունները դրանք փաշինյանական են։ Այնպես որ Հայաստանի գրավելու ձևաչափը պարտադիր չի ռազմական լինի։ Հիբրիդային պատերազմին հատուկ բոլոր այլ միջոցներով կարող լինի ժողովրդագրական, ինչպես եւ ասեցի, պատկերացրեք, մոտավորապես 300,000 ադրբեջանցի գան եւ սկսեն բնակվել, կոմպակտ բնակվել Հայաստանի տարբեր շրջաններում, այդ թվում Երևանում։ Մյուս խնդիրը, որ մնա ուժի մեջ դա Զանգեզուրի միջանց կոչվածն է, հա։ Վերջերս էր, որ եւ Փաշինյանը եւ էլի արտաքին գործերի պաշտոնը վարող Արարատ Միրզոյանը խոսեցին նրա մասին, որ շատ զեղչ պայմաններ են տալիս, նույնիսկ սահմանի վրա ստուգումներ չի լինելու այն բեռների, որոնք Հայաստանի տարածքով, թող անունը չլինի Զանգեզուրի միջանցք, էությամբ դա կլինի միջանցք, Հայաստանի տարածքով գնալու է եւ Ադրբեջանից գնալու է դեպի Նախիջևան, այսինքն Ադրբեջանը դրան չի համաձայնվում։ Ադրբեջանը ասում է, չէ, բացարձակ մեր վերահսկողության տակ պետք լինի, որովհետև դուք դրա տակ ստորագրել եք։ Վերհիշելով 20 թվականի նոյեմբերի 9-ի 10-ի պայմանագրի 9-րդ կետը։ Ադրբեջանը պետք է վերահսկի։ Այնտեղ վերահսկելու են ռուս-ադրբեջանական, այսինքն ռուս-ադրբեջանա-թուրքական տանդեմ։ Այսինքն ռուս-թուրք-ադրբեջանական տանդեմի հաղորդակցվող անոթների այդ սկզբունքով գործունեությունը շարունակվում է։ Հեսա ես դրա հետ կապված մի հատ հետաքրքիր փաստ էլ կասեմ, գաղափարաբանական փաստ, որի մասին խոսել է Լավրովը։ Մի 2 օր առաջ, թե մի օր առաջ, այդ էական չի։ Այսինքն ոչ հայկական վերահսկողությունը դա լինելու է ռուսական սահմանապահների, ռուս-ադրբեջանական եւ ռուս-թուրքական այդ համակեցության համատեքստում։ Դա լինելու արտատարածքային եւ հայկական կողմը դրա վրա չի ունենալու վերահսկողություն։ Եվ դա չի նշանակում, որ Ադրբեջանը օրինակ դրանից հրաժարվել է։ Այսինքն Ադրբեջանը եւ նորից թուրք-ադրբեջանական տանդեմը, ռուսական տանդեմը ունի մի խնդիր։ Այդ խնդիրը ձևակերպված է դեռևս 100-150 տարի առաջ։ Ի վերջո Արմենիա Բիզարմիան, դա ռուսական թեզ է, երբ որ նրանք այն ժամանակ ասում են Արմենիան, խոսքը չէր գնում էս 30,000-ի մասին, խոսքը գնում էր 400,000 քառակուսի կիլոմետրանոց Հայաստանի մասին։ Բայց սկզբունքը նույնն էր, Արմենիա Բիզարմիան նույնն էր թուրքերի սկզբունքն էր, տարածքը առանց հայերի, եւ այդ համագործակցությունը բերեց ի վերջո նրան, որ Հայաստանը մեր բնորանը, այդ իմ ասած 400,000 քառակուսի կիլոմետրանոց արեալով այդ երկիրը հայազրկվեց։ Ցեղասպանությամբ, բռնազավթումներով, բռնագաղթերով եւ այլն, վերջինը Արցախը մեր աչքի առաջ եւ էլի ռուս-ադրբեջանական, ռուս-թուրքական համագործակցության որպես արդյունք։ Եվ դա շարունակվելու է։ Այսինքն Հայաստան, ես դա ասեցի արդեն կրկնում եմ, Հայաստան երկիր անգամ, եթե անունով ցուցանակով լինի, ինքը բովանդակությամբ, էությամբ պետք է հայկական չլինի։ Եվ որպեսզի հայկական չլինի, դա հիմնական ձևաչափերից մեկը հայերի համամասնությունը անգամ Հայաստան կոչվող երկրում պետք է կասկածելի լինի, պետք է գերակա չլինի, դրա համար պետք են թուրքական, ադրբեջանական եւ այլ թյուրքական ցեղերի ներկայություն այստեղ։ Դրա համար 300,000
սկզբի համար ադրբեջանցին կոմպակտ Հայաստանում համարժեք տեղերում ապրելու այդ ծրագիրը բովանդակային գաղափարաբանական իմաստով միտք է տվել Լավրովը կամ 3 առաջ օրը ինքը իրենք ունեն այսպիսի ձևաչափ դիվանագիտական ակումբ եւ այդ դիվանագիտական ակումբում եղած հանդիպման ժամանակ վերջին հանդիպման ժամանակ Լավրովը ասել է երկու կարևոր բան իմ կարծիքով մեկը ընդհանրական է մեկը մեզ վերաբերվող է իմ կարծիքով այն իմաստով որ մենք հասկանանք ում հետ եւ ինչի հետ գործ ունենք Լավրովը սկսենք նրանից, որ եվրասիականությունը, եվրասիական այդ կոնտինենտը բաժանել է երկու հատվածի, արևմտյան հատված եւ արևելյան հատված։ Եվ այստեղ ինքը ասելով, որ արևմտյան հատվածը ինքը ինստիտուցիոնալ է, ինքը ձևավորված է նույն եվրասիական կոնտինենտի արևմտյան հատվածը եւ դա այսպես կոչված արևմուտք քաղաքակրթական միավորն է։ Իսկ արևելյան հատվածը ինքը ասում է ինքը հիմա վերածնունդ է ապրում եւ այդ վերածնունդի մեջ մի հատ շատ հետաքրքիր բան է նշում ասելով հետեւյալը որ արևելյան հատվածում արկային հին քաղաքակրթական միավորներ իդեմս չինական քաղաքակրթության եւ հնդկական քաղաքակրթության եւ հիմա վերահառնում նորից վերածնվում է նորից օսմանյան քաղաքակրթությունը ասում է Լավրովը եւ ասելով դա ասում է հետեւյալը մենք վստահ ենք մենք հույս ունենք եւ վստահ ենք որ այդ քաղաքակրթությունը վերածնվելով ներդաշնակվելու է այն իրողությունների հետ որ կա արևելյան եվրասիական այդ հատվածում այսինքն ինչ է ասում Լավրովը ասում է հետեւյալը որ օսմանյան այդ Էրդողանյան այսպես կոչված այդ հենքային գաղափարաբանությունը նեոօսմանիզմի հա եւ Թուրանի բանը քաղաքակրթություն վերածնվում է եւ դա ռուսները դիտարկում են ռուսական կողմը Լավրովյան կողմը Պուտինյան կողմը դիտարկում են որպես դրական փաստ դա մեկ եւ երկրորդ բանը որ շատ հետաքրքիր ասում է Լավրովը ասում է Ռուսաստանը մեր պատմության ընթացքում ունեցել է տարբեր պատերազմներ բայց որն է հետաքրքիր ասում է մեր վրա հարձակումներ ա եղել այդ թվում նաեւ արևելքից օրինակ մոնղոլ թաթարները օրինակ ռուս-օսմանյան պատերազմները բայց ասում է շատ հետաքրքիր շեշտադրում անում Լավրովը ասում է բայց նույն մոնղոլ թաթարների հետ կամ նույն օսմանյան կայսրության հետ պատերազմների այո Ուշակեցիք պատերազմների ընթացքում մենք ի վերջո արժանապատիվ լեզու ենք գտել այսինքն համակեցությունն է եղել Իսկ արևմուտքի հետ միջև այսօր մենք չենք կարողանում լեզու գտնել։ Տեսեք, դա նորից շատ կարևոր շեշտադրում է։ Այսինքն ռուսական կայսրությունը եւ իզուր չի որ եվրասիականությունն է ռուսական կայսրության, այսօրվա ռուսական կայսրության գաղափարաբանությունը։ Ռուսական կայսրությունը դիրքավորված է եւ դիրքավորվում է հերթական անգամ շեշտադրումներով հակաարևմուտք։ Հարցը հետեւյալն է, որ Կիևյան Ռուսիան ավարտվեց մոնղոլական արշավանքով, այսինքն Կիևյան Ռուսիան ինքը այո, արևմուտք, այսինքն հնդ-եվրոպական քաղաքակրթական տիրույթի միավոր էր, որտեղ Կիևյան Ռուսիան դա սլավոնական երկիր էր, սլավոնական շեշտում եմ, իսկ սլավոնները դա հնդ-եվրոպական ժողովուրդ էին եւ են։ Մոնղոլական արշավանքից հետո Կիևյան Ռուսիան վերացավ եւ առաջացավ ուլուս, այսինքն հատված ոսկի հորդայ, որը անունը Մոսկովիա։ Այսինքն Մոսկվան, Մոսկովիան դարձավ ոսկի հորդայի ուլուսներից մեկը, ոնց որ Աստրախանի ուլուսներ, ոնց որ Կազանի ուլուսներ, նույն ձևի Մոսկվայի ուլուսը։ Եվ Մոսկվայի ուլուսը դա հորդայի մաս էր, եւ մի անգամ չի նույն Պուտինը եւ իրենց գաղափարաբանները Դուգին եւ այլոք ասել հետեւյալը, որ այսօրվա ռուսական իմպերիայի բովանդակությունը եւ կառուցվածքը անգամ ձևավորվել է այդ ժամանակ թաթարական կամ թյուրքական, որտեղ մոնղոլ թաթարական էր, թյուրքական բովանդակությամբ։ Եվ Պետրոս առաջինի ժամանակ փորձ արվեց գնալ դեպի արևմուտք, բայց այդ փորձը տապալվեց եւ այդ տապալման վերջակետը դրեցին բոլշևիկները, նորից գնացին դեպի իրենց հարազատ տափաստանները, հորդայական մոտեցումները
Եվ դա առ այսօր գործում է։ Այսինքն նրանք ներդաշնակ են թուրքական, օսմանյան, ոնց որ իրանք են ասում, արևելյան եվրասիականության մասով եւ թշնամի ունեն արևմուտքին եւ դա քաղաքակրթական խնդիր է։ Եվ եթե մենք ինքներս մեզ դիտարկում ենք որպես հնդեվրոպական, որպես արիական, եթե կուզեք, ազգություն, ազգ, ցեղ եւ մեր բնորանը դա մենք ճանաչում ենք կրկին եւ վերաճանաչում ենք հայկական բարձրավանդակը, ապա ինչ գործ ունենք մենք եվրասիական թյուրքական բովանդակությամբ այդ միավորի մեջ